Նրան վիճակված չէր ունենալ խաղաղ մանկություն օրը պարզապես ընկերների հետ անցկացնել Բաքում։ Նրա մանկությունը համընկավ Արցախյան առաջին պատերազմի հետ ու անցավ խաղաղության մասին երազանքով։ Նրա մանկական կապույտ երկինքը պատված էր օդում պայթող արկերի ծխով, բայց փոխարենը լուսավոր են մանկության մասին հուշերը, համակված արցախցու լավատեսությամբ ու համառությամբ։ Այսօր միասին կքայլենք Թամարա Պետրոսյանի Տոմայի կյանքի ուղիներով։ Տարբեր են մարդկային ճակատագրերը, տարբեր են պատմություններն ու մարտահրավերները, բայց փորձություններ հաղթահարելու ճանապարհին մեկտեղվում են ապրելու, արարելու կամքն ու վճռականությունը։ 1986 թվականին աշխարհի մի փոքրիկ անկյունում Ստեփանակերտում ծնվեց նա, որ նույն այդ վճռականությամբ ապրի ու արարի, դեմ գնալով ի վերուս տրված փորձություններին։ Իսկ փորձությունները նրա հետ են եղել դեռևս ծնվելու առաջին իսկ վայրկյաններից։ Թամարայի մայրը բավական մեծ տարիքում է լույս աշխարհ բերում դստերը։ Արդեն 2 որդի ունեցող Պետրոսյանների ընտանիքում ծնվում է Թամարա Պետրոսյանը։ Ծնվեցի ու չէի շնչում, ու քանի որ ես ունեի 2 եղբայր, այդպես բոլորը տենց սպասում են, որ աղջիկ ծնվի, բան, մամաս միջև ասում է, որ տենց ասել են ինձ, ասում ես ծնվեցիր, ասեցին որ աղջիկա, բայց հələ մի ուրախացի, բան։ Ասում վայ մամա, ասում ոնց ես դու այդքանին դիմացել, այսինքն երեխան որ ծնվում է, ասում են գոռում է, չէ, պետքա լացի, ես չէի լացում, էլի դες ջինջ ու խաղաղ ձեն չէի հանում, հետո այդպես վերակենդանացրեցին ու ես սկսեցի լացել, փառք Աստծո, մինչև հիմա լացում եմ։ Այս ժպիտից այն կողմ պատերազմ տեսած մանկություն է թաքնված։ Մանկություն, որը հիմնականում անցել է նկուղներում, ռմբակոծության ու պայթյունների ներքո։ Տարիների հեռվից, սակայն Տոման ջերմությամբ ու ժպիտով է հիշում 90-ականները, թեպետ բարդ ու անելանելի իրավիճակներ շատ են եղել։ Պատերազմն ամենևին չի խախտել կյանքի օրինաչափությունը։ Նրա համար էլ թերևս մանկությունը կյանքի բոլոր եղանակներից ամենագեղեցիկն է։ Ռմբակոծություններից հետո մեր բակի տղաները մեր նկուղում, որ միասին էին գնում, որոնք ինձանից տարիքով մեծ էին, բան, դուրս էին գալիս ու բեկորներ էին բերում նկուղ, ու ասեց ինչ-որ բան կար, ամենամեծ բեկորը ով կգտնի։ Սենց բերում էին, սենց մեծ ճոճվող, հիշում եմ, բեկորներ էին, նույնիսկ ես սենց աղոտ հիշում եմ, որ այդ ճոճվող բեկորներից մեկում տիկնիկս եմ դրել, իբր թե դա իր օրորոցն է, որտեղ ինքը ճոճվում էր։ Հա, սենց պրիչոմ տակ-տակ էին բերում, ինքը տենց շատ գոլ էր, այդպես, տենց ներքին մրցակցություն կար էլ ում բեկորն ա լինելու ավելի մեծը, մեր տղաների, մեր բակի տղաներից, իմիջայլոց 20 թվականի պատերազմի ժամանակ այդ մանկության ընկերներից մեր բակից տղա, որ հենց այդ բեկոր բերողներից էր, նույնպես իր կյանքը նվիրեց մեզ ու առաջի բանը, որ հիշեցի, հենց այդ էր, որ տենց իրանց է հիշում մի քանի հոգով, երբ բակից մտնում էին բեկորները ձեռքին, ու հետո իմացանք, որ անհայտ կորածը հետո արդեն ամիսներ անց մասունքները գտան։ Շատ, չգիտեմ, ֆլեշբեքեր էր մոտս այդ ժամանակ, էլի, որովհետև պատերազմից, առաջին պատերազմից հետո մեզ թվում էր, որ վերջ, հերթը մեզ չի հասնելու։ Մանկության ներկապնակում ամենավառ ու տաք գույնը երազանքն է, որը ինչքան ու ինչպիսի հոգացությամբ ենք խնամում, ոգևորվում ու ոգեշնչվում, ձգտում շոշափելի դարձնել այն։ Տոմայի համար մանկության երազանքն արդեն իրականություն է։ Նրա մանկական ներկապնակի այդ վառ գույնը ամեն օր է նրան ջերմացնում, թևեր տալիս ու գունավորում կյանքը։ Գիտեք, իսկ սկզբից ինչ երազանք էր, երազանք էր մտնել հեռուստացույցի մեջ։ Վայ հա, ինքան է ուզում մտնել հեռուստացույցի մեջ, որ փոքր էի, դա հեռուստացույցը իմ համար դա ամենամեծ գաղտնիքն էր, ամենամեծ զագատկան էր, կներեք ռուսերեն բառից համար, որովհետև ես փոքր ժամանակ այդպես որ նայում եմ հեռուստացույցին, տեսնում եմ այնտեղ մարդիկ են խոսում, ինչ-որ համերգներ է, բան է, իմ մեջ հարցեր են, բա ոնց են այս մարդիկ հիմա հայտնվել այստեղ, բա հիմա իրանք ուր են, հա։ Ու այդ գաղտնիքի հետ կապված շատ հարցեր ու դրա համար ես էլ եմ ուզում հայտնվեի այնտեղ, նույնիսկ հիշում եմ, սենց մի հատ դեպք կար, որ ասում է ես էլ եմ ուզում մտնեմ տելևիզորի մեջ, ես էլ եմ ուզում մտնեմ տելևիզորի մեջ, եղբայրներս, որ ինձ այն տարիքով մի քիչ ավելի մեծ են, ասում գնա հեռուստացույցի հետևը կանգնի կերևաս։ Ասեմ հա, ասում հա, ու ես գնում եմ հեռուստացույցի հետևը կանգնում էի, դե փոքր երեխա էի, շատ չէի հասկանում։ Ասում երևում եմ, ասում հա, երևում ես, ասում բա ոտերս ինչի է դուրս։
Մի խոսքով ես դա եմ շատ վառ հիշում, դա երևի թե ամենաառաջի բանն էր, այսպես կայծներ, որ տենց հեռուստացույցը բաներ անում, շատ մեծ ձգողականություն էր առաջացնում ինձ մոտ, դե հետո արդեն երևի թե ցանկությունը այդ երազանքը ընթացքում ավելի զարգացավ, աճեց, հետո գնում էի Պարի, արդեն դուրս է գալիս բեմեր, պարում էի, այդպես ու մեծ հաճույք է ստանում, երբ ես համերգ ունեի, աշխարհում ամեն ինչ մոռանում էի, տենց իմ համերգն է, պիտի գնամ իմ կոստյումները, իմ ինչը Բեմում լինելու, բարձրախոսով խոսելու ու դրանից տարերքի մեջ հայտնվելու ձգտումը դպրոցական տարիներին էլ իրենց դրսևորումը ստանում էին տարբեր առիթներով։ Այդ մասին այսօր էլ շատ լավ հիշում են Ստեփանակերտի Թիվուտ միջնակարգ դպրոցում, որտեղ 10 տարի սովորել է Տոման եւ որտեղ 20 տարի առաջ ավարտել է ուսումը։ Շատ էր սիրում միշտ ներկայացնել, բայց որ նմանակում էր ուսուցիչներին, դա չգիտեմ շատ լավ էր նմանակում նաև ուսուցիչներին, դեպք է եղել երբ ասել եմ դասղեկի ժամեր, ասացի Տոմ, մի հատ ասել ես ինչպես եմ մտնում դասարան, ինչպես եմ ես դասավանդում, կամ մի ինչ որ ցենց նայեց, ձերը չի ստացվում։ Ինքը շատ անմիջական էր, ինքը շատ լավն էր, ինքը կարողանում է ամեն ինչից ելք գտնել, դրական լիցքեր հաղորդել բոլորին։ Հա, ես շատ ակտիվ էի, շատ այդպես միջոցառում չկար դպրոցում, որ իմ մասնակցությունը չունենար, այդպես ունեինք էլի ակտերի դահլիճ, այնտեղ համ միջոցառումներ էինք անցկացնում, Անուկը ձևոչկի բան, ինչ-որ տենց բաներ էր, համ այն ժամանակվա ասած դիսկոտեկաներ էին, ես ինչ ասես անում էի, համ վարում էի, համ պարում էի, համ ինչ-որ կազմակերպչական կոմիտեի մեջ էի, ինչքան ակտիվ գործ կար, ես միշտ մեջն էի, ու դրա հետ մեկտեղ այնպես էր, որ սիրում էի սովորել, բայց մի քիչ ինչ խոսք, ծույլիկ էի, հա, ծույլիկ էի ես, չէ, հիմա որ հետ եմ նայում, կուզենայի շատ այդքան ծույլիկ չլինեի, որ ավելի լավ կարող էի սովորել հաստատ։ Մի պահ, որ մտքովս անցնում է, որ դա երբեք չի կրկնվելու, սարսափի մեջ եմ ընկնում, փորձում եմ ինձ այդ բանից հանել, այդ հիշողությունից կամ այդ մտքից դուրս բերել, որովհետև որ հետ եմ գնում այդպես մանկությունը, ուսանողությունը, դպրոցական տարիներ, ընկերներ, զբոսանքներ Ստեփանակերտով, Ստեփանակերտը հենց զբոսանքի քաղաք է, Ստեփանակերտում պետք է զբոսնել, պետք չէ, դու ուզած թե չուզած զբոսնում ես, ես երբ գնում եմ Ստեփանակերտ, ես աշխատում եմ ամեն ինչ անել ոտքով, կամ ավտոբուսով, ավտոբուսներն էլ եմ շատ սիրում Ստեփանակերտի, որ եթե ժամանակս թույլ է տալիս, հիմնականում ոտքով ու պահի տակ հիմնականում դա լինում է գիշերները, երբ այդպես մի պահ, որ մտածում եմ, որ այդ ամեն ինչը կարա ընդհատվի, պանիչսկի ատակա է մոտս սկսվում, փորձում եմ ինձ հանել այդ դաշտից, որ չգնալ դեպի վատ բաներ։ Հարազատ Ստեփանակերտում արդեն շուրջ 10 ամիս է Տոման չի եղել։ Վարկյան առաջ այնտեղ գնալու, ծնողներին գրկելու ու կարոտն առնելու ցանկությունը խեղդում է, բայց Արցախը շրջափակված է ու Տոմայի ծնողներն էլ շրջափակված Արցախում են։ Տուն գնալու այդ պարզ մարդկային իրավունքից Տոման հիմա զրկված է, պարզապես չի կարողանում։ Մի կողմից կարոտը, մյուս կողմից անելանելի իրավիճակ ազգային երգիչ նախագծի գալահամերգներից մեկի ընթացքում անկառավարելի դարձրին Տոմայի պարզ մարդկային զգացողություններն ու մշտապես ժպտերես Տոմայի աչքերից թափվեցին արցունքները։ Նրա հոգեվիճակին այնքան մոտ էին Մարինա Ալեսի Պատրանքի թևով երգը, մորը հասնելու, չուշանալու ու գրկելու տողերը։ Ապրես, մերսի քեզ այս փոքրիկ ճամփորդության համար, որ ես գնացի հետ եկա, ուզում եմ մամայիս ասեմ, որ այսա ճանապարհն եմ պետք գալու։ Թե ի վերջո երբ կբացվեն ճանապարհներն ու արգելապատնեշի երկու կողմերում գտնվող հարազատ մարդիկ երբ կմիանան իրար, արդեն դժվար է ասել։
Տոմայի հետ հարցազրույցի գնացել էի մի փոքրիկ անակնկալով։ Կասկած չունեի, որ կհավաներ, հատկապես հիմա ու հատկապես այս իրավիճակում։ Ում ես կարոտում։ Հա, ծնողներիս։ Ես ուզում եմ մի բան ցույց տալ, ուզում եմ, որ դու նայես։ Эмоции, слезы, скучаем, конечно, очень скучаем, но надеемся. Что делать? Так получилось. Քերոլայն Քոքսի հետ նկարը։ Մամաս Քերոլայն Քոքսի թարգմանչուհիներ առաջ պատերազմից հետո։ Я помню, кто приходил, я буду актрисой, я буду в Голливуде сниматься. Добрая, активная, энергичная девочка. Любила петь, любила танцевать. Я могу показать ей вот... Видео? Не видео. Вот этот инструмент наш, инвентарь армянской национальной кухни, это был ее магнитофон, этот микрофон. Перед зеркалом копировала, имитировала. У нее это с измальства все это хорошо получалось. Все приходили в умиление, все родственники, все. Много было игрушек, но она уже взрослая, вот эту игрушку она обожала. До сих пор приезжает она, с этой игрушкой ложится, обнимает ее. Самая ее любимая игрушка, которую мы храним бережно. Ay, papayız vardır. Շաբաթօրը խրեգ մարտելի եմ գործատեղը։ Դիրեկտորին կաբինետում բենալա միկրոֆոնը սելեկտորնի վերտասնամար յորը արանում սկսեմ արդեն կաբինետում պրովոդավորները то սկսում երկասել եմ դիրեկտորը տենը ծափատա։ Хотя мы говорим, они стандартные, но все-таки они общечеловеческие. И люди не устают желать друг другу здоровья, больше счастливых мгновений в жизни. Что пожелать? Комфортной, я имею в виду спокойной, надежной, стабильной жизни, без войны. Без войны. Что мы пожелаем всем нам, и ей тоже. Հեշիմպեն, հոնց է կաստել մունաս, աղողջություն։ Վայ, ուզում եմ գնամ։ Ուզում եմ գնամ տուն։ Սարսափելի մեծ ցանկություն է, ուղղակի երբ դու գիտես իրավիճակը, երբ դու գիտես, որ այդ ցանկության շատ մեծ տեղ տաս ու շատ մեծ պայքար տաս, դա քեզ ուղղակի կտապալի, թե էմոցիոնալ առումով, թե մտային առումով, դու թույլ չես տալիս քեզ, որպեսզի այդ ցանկությունը աճի։ Բայց ինքը կա, որովհետև գիտեք տարիներ շարունակ, երբ ես այն ժամանականից սկսած, երբ արդեն ավելի շատ ապրում եմ Երևանում, քան Ստեփանակերտում, ինձ որ հարցնում էին, բա ուր ես գնալու հանգստանալու, դա շատ տարօրինակ էր ինձ համար այդ հարցը, որովհետև այսինքն ուր ես գնալու հանգստանալու, ես 10 օր ունենամ գնում եմ Ստեփանակերտ, այսպեսի ամառ չի եղել, որ չհաշված մյուս սեզոնները, բայց ամռանը հատկապես մանավանդ թթի սեզոնին, որպեսզի չգնամ Ստեփանակերտ, չվայելեմ մեր տունը, ծնողներիս, շուկան, քաղաքը, իմ ընկերներին, մամ, պապ,
Գալովում հյաթ մխրաված ընկնա մի լավ հաց հոտինք պապուն արաղներ խմինք գալով Հուզվեց ու մեզ էլ հուզեց, բայց ասում է Արցախում շատ ուժեղ են, իրեն են հաճախ գոտե պնդում ու իշ տալիս։ Տոմայի կյանքի դժվարին փուլերում ընկճախտի դեղամիջոցը Արցախն է, տունը, եւ այդպիսի ժամանակաշրջաններում փորձում է ամեն ինչ այնպես դասավորել, որ լինի Ստեփանակերտում, որտեղ հանգստանում է, թեթևանում, դարձյալ ուժ առնում ու նորովի վերադառնում։ Քանի որ դեռ սպասում եմ, դրա համար այդ ցանկությանս մեծ տեղ չեմ կարողանում տալ, որովհետև դա ուղղակի ինձ կապանքների մեջ հագցելու, չես կարողանալու լիարժեք ապրես, ստեղծագործես, արարես, իսկ դա կլինի պարտություն։ Իսկ ես չեմ ուզում պարտվենք։ Ստեփանակերտից Երևան տեղափոխությունը ինքնըստինքյան է ստացվել։ Նարեկ Դուրյանը որոշել էր բարեգործական ակցիա անել եւ Արցախում բեմադրել մորաքույրը Փարիզից ներկայացումը։ Թամարան այդ ժամանակ դեռ սովորում էր համալսարանում, նաեւ մի քանի տարի երգում էր Արցախի ձայն նախագծում։ Քանի որ ներկայացումը շատ երաժշտական էր, Դուրյանին անհրաժեշտ էին դերասաններ, որոնք կարող էին երգել, եւ այդ նպատակով նա Արցախի ձայն ստուդիա է գնում դերասաններ ընտրելու։ Տոմայի սրամատությունն էլ հարթում է նրա ճանապարհը դեպի նոր բեմեր։ Նայկան չեկավ, իր այդպես առույգ շատ ժիր էներգիայով, բարև ձեզ երեխեք ջան, մենք ես սպասում ենք, կյանքում ոչ տեսել ենք, ոչ գիտենք ով է, ոչ տեսքը գիտենք, ոչ բան չգիտենք։ Ոչմ եկավ այսպես նստած ենք շարքով, դե թատերական ինստիտուտի ընդունելության ինչ որ մի բան էր, էլի նմանատիպ մի Սադիսեդովնի հարցազրույցի պես բան էր։ Ու եկավ մոտեցավ ինձ, սենց էլի Ան ինչ է, բան ասի Տոմա, մի հատ կարաս ինձ գրկես։ Մի հատ գրկի ինձ, ինքն է սենց լիքը սենց։ Աստի կարամ ասեմ ուղղակի կաղա ձեռքերս չհերիքեն։ Ինքը խնդած բարձր ձենով։ Ասի բայց փորձեմ, ու այդպես գրկեցի, ասեցի, հա, ոչինչ հերիքում է։ Այդպես էր, ու ինքը ինձ հետո ասեց, որ դա պատճառներից մեկն էր, որ ինձ ընտրեց, որ պատասխան է, էլի, այսինքն որ չվախեցար, մարդուն առաջ անգամ տեսնում ես քեզ այս տարիքում ես, էլի ասում եմ, ինչ պատասխաններ ես տալիս, բան, երես առած, այդպես։ Ասում են, թե փորձությունը տրվում է մարդուն նրա ուժերի ներածին չափով։ Եթե այդպես է, ուրեմն իմ դիմաց շատ ուժեղ ու չհանձնվող Թամարան է։ Նրա դժվարությունները միայն Արցախով չեն սկսվում ու ավարտվում։ Յուրաքանչյուրից կյանքում անփոխարինելի են ծնողները ու նաև նա, որը պահապան հրեշտակի պես միշտ մեզ հետ է լինում, մեր թև ու թիկունքը։ Փոքրիկ քաղաքից մեծ քաղաք տեղափոխվելով Տոմայի համար այդ թև ու թիկունքը հորաքույրն էր, նրան խնամողը, ուժ տվողն ու դստեր պես նրան սիրողը։ Ամիսներ առաջ սակայն Տոման կորցրեց հորաքրոջը։ Ես ամեն ամառ գալիս էի Երևան, գալիս էի իր մոտ։ Ես շատ սիրում էի իրան, շատ։ Կներեք։ Գիտեք, ինքը չլիներ, այսինքն իրան ներկայությունը իմ կյանքում չլիներ, հնարավոր է ես այսօր այստեղ չլինեի։ Ինքը իմ համար ամենամեծ հենքն էր այս քաղաքում, որովհետև ես շատ սենց մանր խնդիրներից ուղղակի ձերբազատված էի, չէի մտածում, որովհետև ինքը կար։ Ամեն դեպքում լուսավոր են հիշողությունները։ Հա, այսօր ինքը չկա, բայց ես փորձում եմ իրան շարունակել, իրապես ապրել, որովհետև իմ բոլոր գոլեգաներին ում հարցնեք, բոլորը գիտեն, որովհետև ես առանց ուտելիքի տնից դուրս չէի գալիս։
բնականաբար հյուրասիրվում էին բոլորը ու բոլորին գիտեին, այսինքն բոլորը գիտեն, որ մեն հորքուրը ինչա դրել, այս հորքուրնա դրա համար անդաժ դրել էին բան հայ թատրոնի հորքուրը որտեղ շատ համեղ բաներ էր պատրաստում միշտ ուղարկում, հիմա ես էլ եմ փորձում տենց բաներ անել, էլի առանց ուտելիքի տնից դուրս չեմ գալիս, ինչքան որ ստացվում է։ Հարցազրույցից հետո մի տեսակ մեղավոր էի զգում ինձ։ Մեղավոր էի զգում Տոմայի այս արցունքների համար, բայց նրա խոսքերը մի տեսակ վստահություն ներշնչեցին, որ հաղթողը դարձյալ ժպիտը կլինի։ Ամենածանր պահերին, երբ ես ժպտում եմ, փորձում եմ հումոր անել, դա կարծես թե ցավազրկում է։ Հետո դու այդ ծանր պահերի, երբ որ դա անցնում ես, հետո այդ ծանր պահերի քո արած հումորներն ես հիշում քո ժպիտը։ Պետք է շնորհակալ լինել, շատ, այդքան էլ ճիշտ, շատ պետք է շնորհակալ լինել, ամեն մի տրված այսքան փոքր հնարավորության համար, դա կարա լինի ցանկացած հնարավորություն։ Տեսեք, այսօր հաղորդում եք անում շատ գեղեցիկ հաղորդում, տեսեք ինչ լայն, հասել եք մինչև մեր տուն, ես շնորհակալ եմ շատ այդ ամեն ինչ, որտեղ այդ ամեն ինչ կարար իմ հետ չլիներ, բայց ես շնորհակալ եմ թե ձեզ, թե ճակատագրին, որ դա կազմակերպեց, հա, ու այդպես ամեն մի պունկտին դու պետքա շնորհակալ լինես ու չհամարես, որ այնինչ քո հետ կատարվում է, դա նորմալ է, նորմալ չի կարար չկատարվեր։ Հավատում եմ կիրականանա։ Նույնիսկ երազանքներ չենք դադարում երազելուց, որովհետև երազանքը ու այդ ցանկության էներգետիկան շատ մեծ մատորներ են մեր կյանքում, շատ մեծ շարժիչ ուժ է, դրա համար մի դադարեք ոչ երազել, ոչ ցանկանալ։ Արցախի հետ է կապված երազանքը։ Բնականաբար։ Այո, Արցախի հետ է կապված։ Չգիտեմ, չէ կլինի, հավատում ենք։